Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ հայոց աշխարհում քրիստոնեության սկզբնավորման մասին եւ որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունելության մասին այս պատմությանը եւ հետաքրքիր է, որ իմ մտածելակերպը Եսուսյանի գրքում գրվածները լիովին համապատասխանում են եւ այն ես այս պատմությամբ կապացուցեմ եւ նախորդ ասեմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, լայքեր, մեկնաբանություններ թողեք իմ տեսալվակների տակ եւ ավելի հետաքրքիր պատմություններ կիմանաք հայ ազգի մասին։ Նախորդ շնորհակալություն դիտելու համար։ Երբ փորձում ենք հայոց պատմությունը բաժանել երկու հիմնական մասերի, սովորաբար նշում ենք նախաքրիստոնեական եւ քրիստոնեական ժամանակահատվածը, երբ ինչպես տեղի ունեցավ անցումը քրիստոնեությունից, ես կպատմեմ բազմաստեղծություն եւ միաստեղծության հարաբերակցական մասին առավել տարածված է երկու մոտեցումներ, կրոններ եւ աթեիստական գիտություն։ Վերջինս համաձայն բնույթի երևույթը բացատրվում է չկարողանալով մարդիկ սկսեցին երկրպագել դրանց, առաջ եկան վաղագույն հավատալիքները, դրանք պատճառ դարձան բազմաստվածության, ինչն էլ զարգացնելով հանգեցրեց միաստվածության։ Կրոնները ընդհակառակը նշում են, որ ի սկզբանե եղել է միաստվածություն, այնուհետև մարդիկ շեղվել են ճշմարտությունից ճանապարհից դառնալով կռապաշտ եւ բազմաստվածություն դավանելով, որից հետո Աստված մարդկանց մոտ ուղարկել իր փրկիչ առաքյալներին, նրանք էլ վերականգնել են ճշմարիտ միաստվածությունը։ Վերջին տարիներին գիտության մեջ սկսեց շրջանառվել նաեւ նախասկզբնական միաստվածության գաղափարը, թողնելով այս բանավեճը համապատասխան մասնագետներին արձագանքենք, որ մեզանում նախասկզբնական միաստվածության գաղափարը արձանագրված է դեռևս 5-րդ դարում։ Եզնիկ Կոբացին հեթանոսների կողմից միաստվածության գաղափարի ընդունման մասին գրում է. «Մենք ասում ենք, քանի որ անկարող ենք մոտենալ բոլորի, պատճառն է էի, գոյի, մշտնջենական ու անմատչելին։ Այդ պատճառով ուրիշ ավելի ցածրերի միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում, ուստի անհրաժեշտ է զոհերով ու նվերներով սիրաշահել նրանց ևս, որոնց միջոցով նրանք ենք պաշտում»։ Հատկանշական է, որ Կողբացու խոսքով Արարիչ բնութագրներից առաջինը Էն է, այսինքն էություն արտահայտված Մաշտոցյան Այբուբենի 7-րդ տառով։ Միակն է գերագույն Աստծո Արարիչ պաշտամունքը վկայում հայոց ազգածագման Հայք եւ Բել վիպերքում, որը մեզ է հասել հայկական եւ վրացական տարբերակներով, այնտեղ որոշակերոն դատապարտում է կռապաշտությունը, իսկ հայոց նախնի Հայկը պատվիրում է յուրայիններին չծառայել ոչ ոքի բացի Արարիչ Աստծուն։ Այսինքն միաստվածության գաղափարը հայոց մեջ առկա է քրիստոնեությունից շատ առաջ, սակայն պաշտոնական կրոն աստիճանի բարձրացվեց միայն Տրտար III օրոք։ Քրիստոնեությունը եւ հայ իրականության առաջին առնչությունը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի երկնային կյանքի ժամանակ։ Հայկական ավանդության համաձայն Եդեսիայում իշխող հայոց Աբգար թագավորը տառապում էր անբուժելի հիվանդությամբ եւ իմանալով Քրիստոսի հրաշագործությունների մասին նա հրավիրեց իր մոտ, սակայն Քրիստոսը շնորհակալությամբ հրաժարվեց տեղեկացնելով իր առաքելությունը պետք է իրականանա Հրեաստանում։ Քրիստոսը խոստացավ ուղարկել իր աշակերտներին։ Նույն ավանդության համաձայն Աբգար արքայի դպիր Անանը Եդեսիա բերեց Քրիստոսի կենդանագիր պատկերը, որը մի քանի դար այնտեղ պահվելուց հետո տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, իսկ 10-րդ դարում Ջենովա, որտեղ Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցում էլ այն պահվում է ցայսօր։ Հայկական ավանդության համաձայն Աբգար Տիգրան Մեծի եղբայր Արշամ Մանուի որդին էր, որը Եդեսիայի կառուցումից հետո Մզբինից այնտեղ տեղափոխեց իր արքունիքը։
Հիսուս Քրիստոսի խոստման համաձայն 43 թվականին Հայաստան եկավ և մինչև 66 թվականը քարոզեց Թադեոս Առաքյալը, իսկ 60-ից 68 թվականներին Հայաստան եկավ քարոզեց Բարդոմեոս Առաքյալը։ Այդ հիմնավորմամբ Հայոց եկեղեցին պաշտոնապես կրում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի անվանում։ Ըստ հայ մատենագրության Թադեոս և Բարդոմեոս առաքյալները կրվեցին սանատրու կարգայի հրամանով։ Առաքյալների գործունեությունը թվականները վերցված են Հայոց եկեղեցու պաշտոնական ժամանակագրությունից, ինչը չի համապատասխանում արդի պատմագիտության տվյալներին։ Եկեղեցու ժամանակագրության համաձայն առաքյալները սպանվել են 66 և 68 թվականներին, մինչդեռ պատմագրության տվյալներից հայտնի է, որ այդ թվականներին Հայաստանում իշխել է Տրդատ I, իսկ սանատրուկը կարող էր բարձրանալ 77 թվականից ոչ շուտ։ Թադեոս առաքյալը Վասպուրականի Արտազ գավառում հիմնեց եպիսկոպոսաց աթոռը, որը գոյություն ունեցավ մինչև 180-ական թվականները։ Դրանից հետո քրիստոնեական համայնքները և հիշատակվում է Փոքր Հայքի տարածքում։ 240-ից 271 թվականներին հիշատակվում է Մեծ Հայքի Մերուժան եպիսկոպոսը։ Առաջինից երրորդ դարերի ընթացքում քրիստոնեությունը հալածվող դավանանքներ առաջավոր Ասիայի երկրներում և Հռոմեական կայսրությունում, քրիստոնյաները հալածվում էին նաև Հայաստանում։ Երրորդ դարի վերջին հայտնի են Հռիփսեմնա կույսերի նահատակության և Գրիգոր Պարթևի 13 տարի բանտարկությունը Խորվիրապում։ Վերջինս էլ դարձավ քրիստոնեության գլխավոր քարոզիչ Հայաստանում և կարողացավ համոզել Տրդատ III-ին քրիստոնեությունը հռչակել պետական կրոն, բայց որոշ իմ տվյալների ոչ թե կարողացավ համոզել, այլ նա կարողացավ հայերին ավագանների խորհուրդը, այսինքն աշխարհաժողովին համոզել, որ ընդունեն պետական կրոն, և այդտեղից սկսվեց այդ ամենը։ Քրիստոնեություն տարածումը Հայաստանում ուղեկցվեց նախորդ կրոնի և նրա մշակույթի կենտրոնների ոչնչացմամբ։ Երկրում սկսվեց քաղաքական պատերազմ քրիստոնեության ընդունած պետական զորքերի և քրմական ու նրա հավատարիմ ժողովրդի միջև։ Այդ ժամանակ զոհվեց նաև հայոց վերջին քրմապետ Արձանը։ Քրիստոնեության պետական կրոն հռչակելը միայն բավարար պայման չէր Հայոց եկեղեցու որպես ազգային եկեղեցական ինքնության կառույցի կայացման համար։ Դրա համար անհրաժեշտ էր մի քանի նախապայմաններ, որոնք ապահովվեցին հետագա 3 դարերի ընթացքում։ Ժողովրդի հեշտությամբ ընկալվելու համար եկեղեցին որդեգրեց նախաքրիստոնեական մի շարք ծեսերի ու սովորույթների, օրինակ՝ մատաղը, Վարդավառի տոնը և այլն։ Նոր կրոնի սրբավայրերը համապատասխանեցվում էին հին կրոնական պատկերացումներին, օրինակ՝ Անահիտի Աստվածամոր սրբատեղին ու տոները դարձան Մարիամ Աստվածածինը, Վահագնի սրբավայրերը ու տոները Հիսուս Քրիստոսին և այլն։ Ելնելով այս փաստերից կարելի է անել մի ենթադրություն. Քրիստոնեության Սուրբ Գրքի վերնագիրը Բիբլիան բոլոր լեզուներով թարգմանվել է գիրք կամ Սուրբ Գիրք։ Միայն հայերենում է, որ այն Աստվածաշունչ է անվանվել, ինչից կարելի է ենթադրել, որ այդպես է կոչվել նախաքրիստոնեական կրոնի գլխավոր Սուրբ Գիրքը։ Քրիստոնեության պետական կրոն հռչակելուց հետո Հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչը մինչև Ներսես Մեծ օծվում էր Կեսարիայում։ Դա վտանգավոր էր պետական անվտանգության տեսակետից։ Այդ կարգի վերջ տրվեց Պապ Թագավորը 373 թվականին, երբ Ներսես Մեծի մահից հետո կարգադրեց նոր կաթողիկոս ընտրել և օծել Հայաստանում։ Այդ թվականից մեր կաթողիկոսները ընտրվում են, օծվում են Հայաստանում։ Հայոց եկեղեցու կայացման գործում չափազանց մեծ էր հայալեզու քրիստոնեության դպրության դերը, որի ստեղծողները 409 թվականին եղան Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը։ Կարևոր էր դավանական կողմնորոշման խնդիրը։ 451 թվականին քրիստոնեական եկեղեցին առաջին անգամ պառակտվեց Քաղկեդոնի ժողովով։ Պատճառը Քրիստոսի միայն
աստվածային, թե միաժամանակ եւ աստվածային եւ մարդկային բնույթ ունենալու բանավեճներ։ Հայերը չմասնակցելով այդ ժողովին, սակայն իրենց դիրքորոշումը հայտնեցին Տվինի 506 եւ 554 թվականի ժողովներում։ Վերջինի ժամանակ ընդունվեց ուխտ միաբանության աշխարհիս հայոց փաստուղտը, որտեղ հստակ ձևավորում է հավատարմությունը միաբանական նախասկզբնական դրույթներին։ Այսպիսով, առաջինից երրորդ դարերում քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան, չորրորդ դարասկզբից հռչակվեց պետական կրոնը, իսկ հայոց եկեղեցին որպես ազգային եկեղեցական ինքնություն կառույց լիովին ձևավորվեց չորրորդից վեցերորդ դարերի ընթացքում։